Պապից դուք ինչ եք ուզում։ Ձմեռ պապիկից նենց հարցրեցիք բանը։ Հա։ Ձմեռ պապիկը մեզ կարաբերի երևի իրանից ոչ բան, ամեն ինչ մեզանից է կախված։ Կարծում եմ վերջին 7 տարիներին հատկապես հետպատերազմյան Հայաստանում բոլորիս ցանկությունը մեկ նույնական է, այո։ Ինչի՞ չէ, օրինակ հաղթանակ էս ընտրություններում։ Հա, բա ինչ։ Եթե այդպես ոնց որ ասում են ռասպաշլատակայա պյանքը, ինչ է եղել։ Իսկ նյութական ոչ մի բան չեք ուզում։ Նյութական Շքեղ մեքենա, լավ պարգևավճարներ, աշխատավարձը սենց միլիոններ։ չէ, մենակ հոգևոր եմ ուզում, մենակ այդքանը ինձ հերիք է։ A few moments later. Եթե կարաք բան արեք, միջնորդեք, ասեք, ես դեմ չեմ, եթե մի հատ էլ տենց մի քանի միլիոն դոլար էլ ուղարկի, հա, ես դրան դեմ չեմ։ Կուզեմ, որ երկրի ղեկավարությունը գոնե 6 ամիսներին մի փոքր դառնա հայամետ ու ամենակարևոր բանը էլի ցանկությունը, ճիշտ է ձմեռ պապի հետ է կապված, բայց կուզենամ նորից մեր մոտ գերիշխի օրենքը։ Նյութական ոչ մի բան չեք ուզում։ Չէ, նյութական բան չենք ուզում։ Rolls-Royce, չգիտեմ, Bentley։ Չէ, Bentley ոնց որ ուրիշ մարդիկ ունեն, ես չեմ ուզում։ Ես մի տեսակ ձմեռ պապի դարձած մարդ եմ, որովհետև օրինակ ես եմ նվերներ պատրաստում իմ աղջկա համար, իմ հարազատների համար, դրա համար երևի նյութական ոչինչ չեմ ուզենա, որ բերի ինձ ձմեռ պապը, ինչպես ասացի, մեծ ցանկություն է եւ իհարկե միայն ցանկություն չէ, դա նաեւ արած գործի, հա, որպես արգասիկ պետք է տեսնենք գոյություն ունեցած ձեռքբերումները ավելի ամրապնդել է հատկապես խաղաղությունը, ինչպես ասացի։ Նյութական ոչ մի բան չեք ուզում, բարձր պարգևավճարներ, ասենք 6 միլիոն պարգևավճար, բաներ, տիպի բաներ, աշխատավարձը դառնա 5 միլիոն։ Ես շատ կուզենամ, որ մեր երկրում այնպիսի իրավիճակ լինի, որ բոլորի աշխատավարձը բարձր լինի եւ պարգևավճարների հույսին որևէ մեկը պաշտոնյայից մինչեւ, չգիտեմ, առաջի կարգի մասնագետ չմնան այդ դրա հույսին։